Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում Բարթր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Վերջին տարիներին մեր գրական ու հատկապես բանաստեղծական դաշտում ինձ զարմացնում է մի այսպիսի երևույթ։ Մարդիկ շարունակում են գրել բանաստեղծություններ եւ այդ բանաստեղծություններում անընդհատ խոսել նրա մասին, որ այսօր պոեզիա կարդացող չկա, ավելին այդ բանաստեղծություններով հրապարակում են գրքեր, այդ նույն ժողովածուում դժգոհելով, որ այսօր բանաստեղծական գիրք առնող չկա։ Որն է սրա ֆենոմեն, ինչու են այնուամենայնիվ այդ բանաստեղծությունները գրվում եւ գրքերը լույս տեսնում, ահա այդ հարցերի շուրջ այսօր կզրուցենք Վարդան Սմբատյանի հետ, բանաստեղծ, որի անհիշողություն վերնագրով ժողովածուն է լույս տեսել։ Ողջույն Վարդան։ Ողջույն Արքմենիկ ջան։ Ընդհանրական բան ասեցի, իհարկե բոլորի մոտ չես հանդիպի, բայց շատ տարածված է, հա, դժգոհելը պոեզիայի ընթերցողների քչությունից, ել չեմ ասում գրքերի այդ վաճառքների տվյալներից բանաստեղծական, որ շատ լավ գիտես եւ ինքդ էլ ունես նախավաճառքներ կազմակերպելու, կարծում եմ իմ տեսած ամենաահռելի փորձը, հա, եւ շատ լավ գիտես ինչու է տիրում դաշտում, սա պրոզան։ Հիմա այնուամենայնիվ այս գիտակցությունը, որի մասին նաև ակնարկներ կան քո բանաստեղծություններում, նաև անհիշողություն ժողովածուում ընդգրկած, ինչու ես գրում բանաստեղծություններ եւ ինչու ես տպագրում գրքեր։ Բանաստեղծություններ գրում եմ, որովհետեւ դա ինձ համար արդեն ապրելակերպ է դարձել։ Կարճ ասած, ես մտածում եմ բանաստեղծության, դրա համար գրում եմ։ Ճիշտ ասած, կարծում եմ, որ սա կլինի իմ վերջին բանաստեղծական ժողովածուն։ Ես մի հոգու եմ հիշում, որ խոստացել է այլևս չգրել բանաստեղծություն եւ այլևս չգրել, դա երջանկայի շտակ Արմեն Շեկոյանն էր, որը կտրուկ անցավ Արցախի։ Գրելը կգրեմ, բայց գրքի տեսքով չլինի, կարծում եմ, Արմենն էլ թաքուն գրում էր։ Այդպես է։ Հա, վերջին գիրքն է, բայց բանաստեղծություն գրելու ես։ Կարծում եմ կգրեմ։ Այո։ Իսկ այդ դժգոհությունը բանաստեղծականացնելը այս դեպքում ինչի համար է։ Ես հիշում եմ օրինակ, որ 90-ական թվականներին, հատկապես կեսերին, դա շատ կարևոր մոտիվ էր մեր պոեզիայում։ Օրինակ Հովհաննես Գրիգորյանը ուներ բանաստեղծություն, վաճառում են բանաստեղծություններ բոլորով ինչ գործածված, հա, գինը պայմանագրային այդ տեսակ վերնագրով կամ Էդվարդ Միլիտոյանը գրեց բանաստեղծություն, կարծեմ գործազուրկ բանաստեղծը վերնագրով, որ գրումը կարդացող չկա եւ այլն, բայց այն ժամանակ խնդիրները մի քիչ ուրիշ էին, որտեվ օրինակ թուղթ չկար, որ թերթ տպեին, ամսագիր տպեին եւ բանաստեղծությունը դժվար էր հասնում ընթերցողին, որպեսզի մի հատ էլ ընթերցվի։ Իսկ այսօր էս համատարած բացության պարագայում ինչու եք դժգոհում ընթերցողից, որ ամեն ձև հասցնում եք, չէ՞ իրան։ Այդ ամեն ինչը գուցե այստեղ խնդիրը ձեր բանաստեղծությունների մեջ է, ոչ թե ընթերցողի։ Գիտեք խնդիրը որն է։ Ահա, այ խնդիրն եմ ուզում հասկանալ։ Գլոբալ դաշտում այսօր իսկապես պոեզիան անտեսված է, շատ են դպում գրքեր, շատ հեղինակներ կան, բայց թրուցիկ են մարդիկ ընթերցում։ Ու կարճ ասած, հանդիպել ես հրատարակի, չես գիտես, որ մարդիկ ասում են, դե պոեզիա լուրջ չեն վերաբերվում, էլի։ Այդպեսի թաբու կա, եթե բանաստեղծությունը նշանակմա պիտի վատը լինի։ Եթե վերլիբրա դա հիմարություն է, հասկանում եք, այդ կանոնիկ։ Այդ են նեղմիտ զանգվածն է, որ միշտ եղել է, հա, բոլոր ժամանակներում խնդիր, որ ցավոքսելի նեղմիտ մարդիկ մեր երկու շատ են։ Ու իսկապես այդ հեգնական արտահայտությունները պոեզիայի հանդեպ անդադ տեսում եմ ես։ Դե պոեզիա է ինչ։ Ես վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը վերցնում է գիրքը բանաստեղծական եւ ամբողջը չի կարդում, բայց զարմացել եմ, որ իմ վերջի գիրքը կինոպոեզիան տպաքանակը սպառվելը անկեղծ զարմացել եմ։ Երևի քիչ էր, հա։ Չէ, քիչ չէր բարգեացրու պոեզիայի համար նորմալ տպաքանակ էր 200-300 տպաքանակ։ Մարդան տես ես որ ասեմ օրինակ Թումոյանի ժամանակներում Տերյանի, Չարենցի, Սևակի, հա, ուզում ես ասա կամ Հովհաննես Գրիգորյանի իմ սիրած շատ սիրած Հովհաննես ժամանակներում ասենք չեն ասել որ ինչա դե պոետ եկելի բան եւ այլն, բայց ամեն դեպքում դաշտում եղել են բանաստեղծներ, որոնք իրենց ստեղծագործություններով բարձրացրել են բանաստեղծության հարգը, հա, ես այնպես չի որ հիմա կապած ուզում եմ ընթերցողին պաշտպանել, բայց ելի եմ կրկնում, գուցե բանաստեղծությունն է մեղավոր, բանաստեղծներն են մեղավոր եւ ինչ եք անում, դու ինչ ես անում եւ ինչ է արվում ըստ քեզ բանաստեղծության հարգը մեր իրականության մեջ կրկին բարձրացնելու համար։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ անում են իմ սերնդակից բանաստեղծները, ավելի ավակ սերնդի պոետներ, տես ինչքան լավ պոետներ ունենք, չէ՞, օրինակ Ալա Գեբրեբյանը, ես կարդում եմ հրաշալի պոետներ կան։ Իմ սերնդի համար կարող եմ ասել, որ իսկապես ամեն ինչ անում ենք, որպեսզի բանաստեղծության այդ պլանկան պահենք։ Կոնկրետ ես աշխատանք եմ դառնում այդ ուղղությամբ, չգիտեմ,
արդյունքը երևում է, թե չէ, բայց կարծում եմ պետք է որ progress լինի էլի։ Ես տեսնում եմ այդ արդյունքը եւ հիմա խոսում ենք հենց այդ արդյունքի մասին, Վարդան, իդեպ ուզում եմ քեզ շնորհավորել, որտեղ իսկապես շատ լավ ժողովածու է ստացել, կինո պոեզիան էլ շատ լավ ժողովածու էր, բայց այստեղ կառուցիկությունը շատ ավելի երևում է եւ երևում է, որ մտածողությանդ մեջ արդեն շատ կոնկրետ բաներ կան, որտեղ ես կինոպոեզիայի ազդեցությամբ, երբ որ վերցրեցի կարդալու քո նվիրած իհարկե անհիշողություն ժողովածուն, որտեղ իմ անունն էլ կա տպագիր։ Այո, գիրքը շնորհակալության խոսքում, նաև ինձ է նվիրված։ Այդուհանդերձ ես մտածում էի, որ մանավանդ հնցածս նաև կարդում եմ քո բանաստեղծները, որ դնում ես սոցիալական ցանցերում կամ կայքերում երբեմն։ Ես մտածում էի, որ նոր բան չեմ հայտնաբերի այստեղ, որովհետև եթե կոնկրետ թեմաներին անդրադառնանք, կրկնվում են թեմաները կինոպոեզիայի, բայց այստեղ ավելացել էր պնդությունը, ավելացել էր խորությունը եւ բանաստեղծությունները, ինչպես կինոպոեզիայի ժամանակ էր, չէին փախչում մի շարքից մյուսը, կարծեմ դրա մասին էլ ենք խոսել, որտեղ որոշակի կարծում եմ երևի թրիչ կա, երևի դա է այնպես տպավորություն թողնել։ Տես, այստեղ շատ կառուցիկ էին եւ մանավանդ այս շարքերը, այսինքն չես տարվել մի շարքերը հավասարաչափ անելու բանով, այլ կենտրոնացել ես հենց բովանդակության վրա, ինչը այստեղ շատ կարևոր էր եւ նաեւ քո պատկերամտածողությունն էլ բավական լավ կոնկրետացել է եւ շատ ավելի դիպուկ է։ Ես հիմա շատ եմ խոսում, որպեսզի դու սրան արձագանքես էլի, որտեվ եթե նախկինում հիշում ես, քեզ ասել եմ նույնիսկ, որ հաճախ նկատելի էր պատկերներ, ձևակերպումներ, որոնց միտումը այդպես զարմացնելու կամ այդ պահի տրենդներին կուլ գնալու արդյունք էին, հիմա ես տեսնում եմ իսկապես անկաշկանդ պատկեր, երբ որ բանաստեղծը ստեղծում է պատկերը, ընտրում է բառը, կերտում է արտահայտությունը, առանց մտածելու ինչպես կընդունվի։ Ասա ճիշտ եմ, թե սխալ եմ եւ ինչպես ես ասել դրան, որտեվ գալիս է մի տարի, երբ որ դու արդեն զարմացնելու ցանկություն չունես, պարզապես ուզում ես խոսել։ Եղել է, չէ՞, շրջան, որ ունենաս այդ։ Իսկ ում բոլորի մոտ էլ եղել է։ Բոլորը միշտ այն ժամանակ, որ ասում ենք չէ։ Դե Արքմենիկ ջան, այնպես չի, որ միշտ փորձել եմ զարմացնեմ, բայց այդ միտումը կարծում եմ բոլոր գրողների մոտ կա։ Ես մի բան եմ ասում, երբեմն տեքստն է մեզ գրում, հիմա այս տարիքում տեքստն է կոնկրետ ինձ գրում էլի շատ դեպքում։ Քիչ կուցի աբսուրդ է հնչում, բայց աբսուրդ չի, կարծեմ միտեղ կարդացել եմ նման մեկ տեքստ քիչ ուրիշ ոճավորմամբ, ինձ օրինակ հենց առաջին բանաստեղծությունը շատ տպավորեց, սկզբից թվերը երևաց, դետեկտիվ պոեզիա է դա։ Հա, դա մերիր թե կարող ես շարքում է, եւ գիտես շատ տպավորեց ոչ թե այդ իդեան, ասենք ժանրային, որ դետեկտիվ պոեզիա որպես դիտարկվի, այլ իր ֆինալը բանաստեղծական երկու զարկ մի երազանք մահը ճայթեց երկուսից բերանում, ահա այդ պատկերը օրինակ ինձ շատ տպավորեց։ Հիմա եթե փորձենք թեմա գնանք, հա, մանավանդ գիքնել 18+ ես դրել, ես սրա մասին էլ խոսք ունեմ, իմ տպավորությամբ ինքը 18+ գիրք չի, այդուհանդերձ, ինչու, որովհետև շատ այն էրոտիկ շարք երևի նկատի ունես, դա շատ լուրջ, շատ գեղեցիկ այդպես զգացողություններ արտահայտող շարք է եւ կարծում եմ, որ քեզ այսպես թեմպես կարդալու են հասուն ընթերցողներ, իսկ հասուն ընթերցողը շատ այդ բանաստեղծությունների գեղեցկությունը կգնահատի։ Ամեն դեպքում նախադեպից խուսափելով եղել է դեպք, որ երեխա է վերցրել գիրքը եւ տենց ինչ որ անպարկեշտ բառ ա եղել, իսկ ես գիտես սիրում եմ երբեմն սիրում եմ բանաստեղծորեն համահանել, կարճ ասած դրա համար փորձենք շարժվել շարքերով, Վարդան, քանի որ բոլոր շարքերին հիմա շատ լավ ծանոթ եմ, նաև կուզեի քո մեկնաբանություններն էլ լսել, ինչու եմ սա ասում, որտեվ մեկ-մեկ նաև մեզ դժգոհում են, ասում են գրքի բովանդակությունը չգիտենք, բայց դուք մի ժամ խոսում եք գրքի մասին։ Հիմա փորձենք այսպես թեմաներով գնանք, հա, նախ այդ որոշակի այնուամենայնիվ մի թեմա կա, որը չես հաղթահարել դեռևս, չգիտեմ անհատապես թե սիրում ես այդ թեման, այդ չասեմ մահվան թեմանա, այլ որոշակի անհուսության գեղագիտություն է ստեղծում, հա, քեզ դուր է գալիս անհույս լինելը, պարտված լինելը, այսպես
գետնատարած լինելը, որտեղ վզում ենք դրա մասին խոսելով ես ազատագրում ընդվզի որտեղ ես տպավորություն ունեմ, որ քեզ դուր է գալիս այդ թույլի գեղագիտությունը, էլի ամեն դեպքում։ Չէ, չհամաձայնվեմ քո հետ, ինձ համար պոեզիան թերապիայի միջոց է եւ ես գրելով ազատվում եմ դրանից, այդտեղ ինչ որ տենց բան չկա, խղճահարություն առաջ, պարզապես ես անկեղծ մարդ եմ։ Իհարկե, այն սիրային բանաստեղծների մեջ մի ամբողջ գիրքի մասին չի, այնպես չի որ այստեղ մենակ ես եմ, տպավորություն կա որ ամբողջ ես եմ, ոչ այստեղ անհիշողությունն է եւ բոլոր տարբեր մարդկանց հիշողություններն ու անհիշողություններն են եւ հակադրված են նկատել ես հիշողություններ եւ անհիշողություններ։ Այո։ Ես այդ ինչ եմ դա ասում, որովհետեւ մի բանաստեղծություն ունես, որտեղ ասում ես, տես նույնիսկ կանգիր եմ հիշում էլի, սիրիր ինձ ասում ես նույնիսկ այդ տարբեր մարդկանց արանքում մենակ ինձ սիրիր էլի ու այնպիսի բանաստեղծություն այնպես էր կառուցված, հիմա իհարկե չեմ գտնի կարդամ, որ այ մարդ ասես ինչ գրեթե հովերգություն բաժնում է բանաստեղծություն գերագույն աճուկ էր ստանում դրանից պատկերացնելուց էլի թե ինքը ոնց է քեզ սիրելու այդ հազարավոր տղամարդկանց արանքում էլի այ դրա համար էր Դե տարիքի դիսպանալ պլատոնական սիրո զգացումն է ուժեղանում մարդկանց Եվ ոչ ֆիզիկական սիրո Քո տարիքում դե կարծում եմ 30-ից հետո տղամարդկանց մոտ պլատոնական սերը ուժեղանում է, այդ հասկանում ես էլի պլատոնական սերը, ես հասկանում եմ, մնում է քեզ ըմբռնումով մոտենան, բայց ասեմ ձեզ սիրելի ռադիոլսողներ, որ այդ 1-2 այդպես բաները չհաշված անանձնական նկարտումները Վարդանի շատ գեղեցիկ սիրային բանաստեղծություններ իդեպ ունի ես մի հետաքրիր էլի բան ասեմ ստացվում է ես քեզից շատ եմ խոսում չէ իհարկե ավանդույթը չես խախտում ավելի այդպես որից դուր եկավ է ժողովածոյում տես նախկիններում հատկապես այն շատ հներում անդադ ես տեսնում էի քո էգոն, հա, այդ սիրային բանաստեղծների մեջ, եթե հզոր սիրո ունակ է, ուրեմն այդ ինքն է, եթե մեծ տառապանքի ունակ տղա է, այդ ինքն է կամ աղջիկը ինքն է մի խոսքով եւ այլն եւ ամենտեղ ինքը ես ես քո գրքում շատ սիրուն բանաստեղծություններ կարդացի այսպես երբ որ հանդես ես բերում երկուսին միանգամից, հա, եւ այդ երկուսի սերը եւ այդ երկուսի տառապանքը, երկուսի անուժությունը տեսնում եմ էլի դա ինչա դա էլ փորձառությունն է ինչա այլա փորձառություն եւ հետո հենց անձնական թե բանաստեղծությունն է ի վերջո ասեմ ես սիրում եմ բազմաձայնություն ես չեմ սիրում մի ձայն որ լինի ու քանի որ ես երաժիշտ եմ սրա մասին մենք նաեւ խոսել ենք Երաժշտականությունը այդ ձայները սրանք այստեղ ձայներ կան լիքը Արմենի ջան, այստեղ հիշողությունները, վանշողությունները, որոնք ինչ որ ընդհանուր ստեղծում են իմիտացիոն մի սիմֆոնիկ այդպես ցիկլ էլի, այդ այդպես կարճ ասեմ։ Տես այդ ցիկլից այդ ես ուզում եմ ընդգծել այդ հոգեկցությունը նրա հետ ում մասին խոսում ես, ումից դժգոհում ես, ումից նաև կարեկցանք ես երբեմն սպասում, որը ինձ համար տես ես ինչու ես հարցը տվեցի, որովհետև երբեմն ասում ես դե մարդը ջահել էր, հետո մեծացել է տարիքի հետ ինչ որ փորձ կուտակել, ավելի շատ է սփվել կանանց հետ, կամ չգիտեմ, սիրո տառապանքի բովում շատ է թրծվել, այդ դրա համար է լավ գրում, բայց այդ բաների մասին, բայց կարդալով շատ պոեզիա ես նաև հիմա հավակնում եմ ասել Վարդան, որ երբեմն այդ ոչ թե քո փորձառությունն է, այլ բանաստեղծության փորձառությունն է։ Ես ուզում եի հասկանալ քո փորձն է դրան բերել, թե բանաստեղծությանդ փորձը։ Երևի երկուսն էլ Արմենիկ ջան կարծում եմ։ Այդ դի հեշտ պատասխանալ է։ Չէ, ինչ որ ճիշտ։ Բայց եւ կարճ պատասխանում եմ քո հարցերին։ Վարդան դու սիրում ես փիլիսոփայել եւ պատահական չէ որ գրքիդ խմբագիրը փիլիսոփա հրաշալի հանձնարարություն խմբագրին եւ սրբագին գանեին Հուսով եմ հավանել է գիրքը Դավիթը եւ չնայած այլապես չէր խմբագրի թեպետ իր պատկերացումները պոեզիայի մասին պատկերացնում եմ ինչքան խորքային են եւ ինչքան դասականացված այնուամենայնիվ կուզեի քո փիլիսոփայություններից մեկը կարդալ ես չգիտեմ Դավիթը ոնց է մոտեցել այս բանաստեղծությանը Սերը այդպես էլ չի դառնա բանաստեղծություն ասում ես ոչինչի մասին կգրեմ էլի գեղարվեստորեն միայն թե ասեք խնդրում եմ ինչ բառերով կուզեի խաբվել հիմա ասենք դու սրանով քո պոեզիայի էությունն ես բացապարզում որ ուզում ես խափած լինես ընթերցողին թե փիլիսոփայում ես եւ դա որ կատեգորիայի մեջ է Արմենիկ ջան ես պարզապես մյուս կողմն եմ ցույց տալիս էլի հա որ նաեւ կարա մարդ այդպես մտածի այսինքն Բայց եթե օրինակ քիչ առաջ որ խոսում ենք այդ պոեզիայի խնդիրներից այդ հարգից, իսկ գուցե քիչ ենք խափում Վարդան։ Չեմ կարծում,
Այս գրքում եւ միֆն է շատ, եւ իրականությունն է շատ։ Ասած չէ, որ եւ հիշողություններ կան եւ անհիշողություններ կան։ Չեմ կարծում որ պետք է ամբողջ այդպես կարդալ ու լուրջ վերաբերվել, լիքը բաներ կան, որ մտածածին են, ուրիշի ապրումներն են, ամբողջը իմը չի, էլի Արքմենիկ ջան։ Շատ լավ, Վարդան, էլի շատ կարևոր թեմական է, անկեղծ եմ ասում, շատ եմ սիրել գիրքը եւ հաճույքով կարդացել եմ լիքը հատկապես առանձին բանաստեղծներ, պարզապես հիմա մի քիչ հաստափորը չեմ գտնում գործերը որ կարդամ, բայց այնուամենայնիվ մի քանի բանի մասին ուզում եմ էլի ընդգծել ձյան մասին, շատ կարևոր ֆիգուր եւ շատ կարևոր մետաֆոր այս գրքում, որը չգիտեմ, չեմ ուզում մտածել, որ միայն այն պատճառով է, որ այդ բանաստեղծությունները գրվել են ձմռանը եւ երկու թեմատիկ տարածք, որ ինձ տպավորեցին, մեկը կոչվում էր Երևան դեժավյու, ինչու որովհետեւ որոշակի թարմություն տեսա այդտեղ նաեւ այդ Երևան երգության մեջ, որովհետեւ մենք անընդհատ սիրում ենք, չէ, կամ այն թախիծով հիշել անցյալը եւ այլն, կամ անընդհատ իրենց են շեշտում բանաստեղծությունները եւ այն գործերը, որոնք հայրենիքի, Արցախի թեմայով մի քիչ չոր բանաստեղծություններ էին, էլի, բայց ինձ ընդհանուր տպավորեց, որ այդուհանդերձ այդ տարբեր թեմաների մեջ ոճը բանաստեղծության ռիթմը չես կոտրել եւ այդ ամեն ինչի մասին կուզեի խոսեի, ինչպես է քեզ հաջողվել դե արդեն ձևավորվել է կարծում եմ այդ ոչ ռիթմը եւ ուղղակի շարունակում եմ գրել անկեղծ չեմ ջանք չեմ թափում եթե առաջ օրինակ եմ որ ջանքով էի գրում հիմա բացարձակ ջանք չկա պոեզիա ստեղծելիս բառերը ծնվում են իրենց հա հա ժամը 3-ին ինչ որ բան մտքում սակի ես արտանամ միացնեմ համակարգիչը ու գրեմ Արքմենիկ ջան հա համակարգչով ես գրում դու դա Ես իդեպ որպեսի էլի իսկապես ցույց տամ որ շատ եմ հավանել գիրքը իսկապես կարող եմ բացել ցանկացած էջից բանաստեղծություն Օրինակ այս բանաստեղծությունը շատ լավն է ես շատ տպավորվեցի դու էլ կգնաս շուտով տխրություն իմ հավատարիմ ընկեր կգնաս ինչպես բոլոր սիրելիներն են գնում ոտնաթաթերի վրա քայլելով կփակես դուռն ամոթի կգնաս որ իմաստավորվես այլոց սրտում որ դառնաս հնչյուն պատկեր վերհուշ ու սովորեսնես անտյուտոպիկ ճշմարտություններն աշխարհիկ ապրել սակավ բառերով լինել բիրտ ու անպատրանք մարդ կենթանի Կսովորեսնես ապրել ցավն առանց սենտիմենտի դու կգնաս եւ կտանեն իմ հոգնած մարմինը արևի հայելու միջով ու կիչեցնեն հողին անջուր նավակն իմ դագաղ կլողա այնքան մինչեւ ջրեր բխեն դեր զորից շատ տպավորիչ բան ստեղծում է սիրելի ռադիո լսողներ ուսամ դեզել դուր եկա Վարդան ես քեզ մի բան էլ արձանագրեմ բայց ուզում եմ դու խոսաս արդեն շատ էլի ես ճիշտ ասած ժամանակ չմնացել խոսքը վերաբերում իմ ստեղծած գործին անկեղծ դժվար եմ խոսում ես կարող եմ մեկնաբանել շատ հեղինակների գործեր հա այդ առիթով էլ ենք հանդիպել բայց այսօր այն տպավորություն ստացվի որ է շատ խոսեցի ես դե գրականագետ չէ նորմալ է Արքմենիկ ջան Հիմա մի բան արձանագրենք ես որպես գրականագետ այս գիրքը ինչով եմ գնահատում որ վերջապես դու սրանով շատ ինքնացել ես որպես պոետ իհարկե կինո պոեզիայի մեջ էլ կար բայց այստեղ շատ հստակ է ամեն ինչ էլի շատ հստակ եւ այդ հայտարարությունը գրքի վերջում որ էլ պոետիկ գրքով հանդես չեմ գա քիչ առաջ էլ խոսեցիր ինչու կանգ առնել միտեղ որտեղից ըստ էության ըստից նոր սկսում ես Արքմենիկ ջան ճիշտ ասած ես կարծում եմ որ ասում եմ լավ բանը պիտի քիչ լինի էլ մի լավ կարծում եմ որ կարիք չկա գրելու պոեզիա կամ եթե գրեմ ինձ համար կգրեմ հիմա ավելի շատ ուզում եմ ինձ փորձեմ արձակ ժանրում երևի գիտես պատրաստում եմ Իքր հատարակեմ հուսանք իմ ձուկը կհասնի լեռներին Դա ձկները ես եթե դու այն նույն համառությունը դրսևորես ինչ բանաստեղծության մեջ կդրսևորեմ միանշանակ որ քո ձուկը կհասնի լեռներին ամեն դեպքում մեկը ինչքան էլ խոսենք որ պոեզիայի գիրք չի վաճառվում եւ այլն թեպետ փաստացիր որ կինո պոեզիան վաճառվում է այս գիրքը գրախանութներում եւ մեր զրույցից հետաքրքրված ընթերցողները կարող են այն գտնել Դերևս չեմ ասել ճիշտ ասած բայց շուտով կլինի շուտով բոլոր գրախանութներում Այո Շնորհակալություն Վարդան ես ոչ միայն հյուրընկալվելու համար այլ շատ լավ գրքի համար որտեվ մեր մեջ ասած ամեն օր չես հանդիպի լավ
գիրք Դիզայնել է բանաստեղծական հետաքրքիր, շատ շնորհակալ եմ դեպ Մկրտիչի Մաթևոսյան, որ ֆանտաստիկ էսպիսի գիրք հաստատել։ Որ չասես ընթերցողը, ովքեր մեզ հետևում են Հանրային ռադիոյի Իտելա Facebook-ի պոետի անեջով, ֆանտաստիկ միանգամից ճանաչելու են Մկոյի ոճը, այնպես որ նույնիսկ երբեմն շեշտադրելու կարիք չկա։ Շնորհակալություն Վարդան, ուսամելի կհանդիպենք եւ քո գրքերի եւ այլ գրքերի անպայման։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում գիտեք, ես պարտադիր հիշեցնում եմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն էր, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Այս անգամ զրուցում էի բանաստեղծ, նաև արձակագիր Վարդան Սմբատյանի հետ մեր զրույցի թեման նրա վերջերս լույս տեսած անհիշողություն բանաստեղծությունների ժողովածուն էր։ Լավ եղեք։